Միացյալ Նահանգները պետք է իր միջուկային սպառազինությունները դուրս բերի Եվրոպայից եւ բացահայտի դրանց տեղաբաշխման ենթակառուցվածքները։ Այդ մասին ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելաուսովը։ Ըստ ռուսաստանցի դիվանագետի նկատի ունենալով, որ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական եւ ռազմական կարևորագույն ենթակառուցվածքները կարող են խոցվել, Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքն ըստ էության ռազմավարական է, ուստի Ռուսաստանը պնդում է, որպեսզի այն Եվրոպայից դուրս բերվի եւ վերադարձվի ԱՄՆ-ին։ ՏԱՍՍ-ի պարզաբանմամբ ավելի վաղ Financial Times-ը գրել է, որ ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական դաշնակիցները քննարկում են Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում միջուկային զենք կրելու ունակ ամերիկյան ինքնաթիռների տեղաբաշխման հնարավորությունները։ Այլ տեղեկություններով ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները նման հեռանկարը պայմանավորել են Ռուսաստանի միջուկային շանտաժը դիմագրավելու անհրաժեշտությամբ։ ՌԴԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի հայտարարությունը տարածվել է բավական տագնապահարույց իրավիճակում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 9-ին հայտնել է, որ Ռուսաստանը դրոնային հարված է հասցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ միջուկային թափոնների պահեստարանին։ Զելենսկին ասել է, որ ռադիացիայի վտանգավոր աճ չի արձանագրվել, բայց ֆոնային փոփոխություն տեղի է ունեցել։ Ուկրաինայի նախագահի գնահատմամբ Ռուսաստանը Եվրոպային միջուկային սպառնալիք է ներկայացրել։ Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը բացարձակապես անընդունելի է համարել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու եւ շփման գիծը ֆիքսելու մասին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների առաջարկությունը։ Եվրոպայից ամերիկյան միջուկային սպառազինությունները հեռացնելու պահանջը վկայում է, որ Ռուսաստանը չի բացառում տարբերակ, երբ ստիպված կլինի տակտիկական միջուկային մարտագլխիկներ կիրառել։ Ռուսաստանցի դիվանագետի ձևակերպումներից հասկացվում է, որ Մոսկվան ձգտում է խուսափել ԱՄՆ-ի հետ առճակատումից։ Բացառված չէ, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ԱՄՆ-ին միջնորդական առաքելության վերադառնալու խնդրանք է, բայց դեմք պահելու համար դա ներկայացնում է որպես միջուկային գերտերությունների միջև անվտանգության երաշխիքների փոխանակում։ Ամեն դեպքում կարծես ակնհայտ է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու ոչ մի մտադրություն չունի։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Տոկիո։ Բաքվի մամուլը ընդգծել է, որ 2006 թվականից ի վեր դա այդ մակարդակի երկրորդ այցն է։ Բայրամովը Տոկիո է գործուղվել Ստամբուլում Թուրքիայի եւ Վրաստանի պաշտոնակիցների հետ հանդիպումից անմիջապես հետո։ Ստամբուլում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հաղորդուղիների հետ կապված հարցեր։ Հարավային Կովկասը Չինաստան, Կենտրոնական Ասիա, Եվրոպա հաղորդակցության հանգուցակ կետն է, իսկ առաջնային դեր շնորհիվ աշխարհագրական դիրքի ունի Ադրբեջանը։ Պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականությունը սակայն ավելի խորքային սևեռում ունի։ Ալիևին պետք է ամբողջովին լեգիտիմացնել 44-օրյա պատերազմը, Լեռնային Ղարաբաղի անեքսիան եւ հայ բնակչության բռնատեղահանությունը, ուստի նա ձգտում է հանդես գալ Հարավային Կովկասում խաղաղության, ինտեգրացիայի եւ համագործակցության ճարտարապետի աուրայում։ Այս առումով հատկանշական է, որ նրա համառ ջանքերի արդյունքում ձևավորվել է Կենտրոնական Ասիա պլյուս Ադրբեջան տնտեսակոմունիկացիոն միասնական տարածաշրջան, որ առայժմ ֆորմալ ձևակերպում չի ստացել։ Բայրամովը ամենայն հավանականությամբ Տոկիոյում փորձելու է հող շոշափել, թե արդյոք հնարավոր է Ադրբեջանը տեղավորել Ճապոնիա Կենտրոնական Ասիա պայմանավորվածություններում, որ ձեռք են բերվել անցյալ տարի։ Գործնականում Ադրբեջանը Ճապոնիայի հետ սահմանափակ կապեր ունի։ Բաքուն նախապատվությունը տալիս է Չինաստանին, բայց եթե առկա է Հարավային Կովկասի տեսանելի խաղաղությունը ադրբեջանական նախաձեռնության փաթեթավորելու անհրաժեշտություն, ապա Տոկիոյի համաձայնությունը չէր խանգարի։ Թե 44-օրյա պատերազմից հետո 2 տարիներին, երբ գործընթացները Մոսկվայի միջնորդության հույսին էին, Իլհամ Ալիևը ինչ խաղաղություն էր պատկերացնում Հայաստանում, երևում է քչերն են հիշում։ Ընդ որում Ալիևից ոչ պակաս համոզմունքով նոյեմբերի 9-ին փաստաթուղթը կապիտուլյացիա էին անվանում նաև Հայաստանի նախկին նախագահները։ Այսօր փաստացի հաստատված խաղաղությունը Ալիևի պարտադրանքի հակապատկերն է։ Բավական է հիշել մայիսի 28-ի զորահանդեսը։
Այս իրողությունը միջազգայնացնելու խիստ անհրաժեշտություն կա, որովհետև ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է և պետական շահերը կարող է լիովին սպասարկել այն դեպքում միայն, եթե կողմերի պատասխանատվությունը և հնարավորությունները խստորեն հավասարակշռվեն։ Ադրբեջանում անշուշտ համաձայնեցված պայմաններով Հայաստանի հետ խաղաղության ավելի մեծ թվով թշնամիներ կան, քան Հայաստանում ռևանշիստներ, բայց Բաքվի քարոզչությունը կառուցվում է նարատիվով, թե իբր Ալիևը խաղաղություն է պարտադրել։ Սա միայն այսօրվա համար չէ, նաև ավելի շատ վաղվա ֆորս մաժորից ապահովագրելու համար է, որին պետք է հակադրվի Ադրբեջանը, հարկադրված է հարգել միջազգային իրավունքը և դա համագործակցությունից Հայաստանը իրավունքի ուժով մասնաբաժին ունենա։ Խոսքը միայն Հայաստան-Ադրբեջան և հայ-թուրքական գործընկերության մասին չէ։ Աշխարհաքաղաքական սուբյեկտությունը հենվելու է խաղաղության բաժնետոմսերի վրա։ Իրանի զինված ուժերի Խաթամ Ալ-Անբիա ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին ի պատասխան իրանական բանակը հարձակվել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան մի քանի բազաների և ամերիկյան շահերին առնչվող 21 օբյեկտի վրա, հաղորդում է Press TV-ն։ ԱՄՆ բանակը պետք է իմանա, որ եթե կրկնի ցանկացած ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա տարածաշրջանում ընտրված թիրախների ուղղությամբ կհասցվեն ավելի լուրջ և լայնածավալ հարվածներ, ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ, երբ Հորմուզի նեղուցում խոցվել է Ապաչե ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Ինչպես հաղորդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, ցամաքային կառավարման կայաններ և դիտարկման ռադարային համակարգեր։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Օմանի ափերի մոտ կործանված ամերիկյան Ապաչե AH-64 ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից և նահանգները պարտավոր են պատասխանել։ Ավելի ուշ CENTCOM-ը հայտնել էր Իրանին պատասխան հարվածներ հասցնելու մասին։ Երեկ երեկոյան Իրանը մի քանի հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ որսացել է Իրանից արձակված բոլոր հրթիռները։ Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ եթե Իսրայելն ընդլայնի հարձակումները Լիբանանի վրա կամ պատասխանի Իրանի գործողություններին, ապա ավելի կործանարար հարվածներ կստանա։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային մեկնաբանելով Իսրայելին հասցված հրթիռային հարվածները, հայտարարել է, որ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժի հրադադարի խախտումները և Լիբանանի վրա հարձակումները։